Խաչատուր Սուքեսյանը չի առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Սուքեսյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ Գրիգորի Խաչատուրովի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել եւ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Վերջին օրերին Խաչատուրովի դեմ քրեական մեղադրանքներ են առաջադրվել երկու հոդվածներով։ 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ իշխանազանցության եւ իշխանությունը չարաշահելու հոդվածներով։ ԵԱՀԿ քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Մինսկի գործընթացի ավարտի եւ դրան առնչվող կառույցների լուծարման մասին, համաձայն նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումի հիման վրա։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրած պատմական համատեղ հռչակագրից հետո, որին ներկա էր նաեւ ԱՄՆ նախագահը, ասված է հաղորդագրությունում։ Դեկտեմբերի 2-ից 3-ը Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության դեկտեմբերի 2-ին Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը։ Քննարկումների արդյունքներով ժամը 14:30-ին ԱԳՆ-նախարարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ ԵՄ ընդայնման հարցերով հանձնակատարը հանդես կգան համատեղ ասուլիսով։ Դեկտեմբերի 3-ին Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթնաժողովին։